Կրկին գալով ուժեղ առաջնորդի թեմային։ Ուժեղ առաջնորդը նա չէ, ով բարձր ձայն ունի կամ կարող է վախ ներշնչել։ Վախը ամենաթույլ կառավարման ձևն է։ Պատմությունը ցույց է տվել, որ վախով պահվող իշխանությունները երկար չեն տևում եւ միշտ թողնում են քանդված թույլ պետություն։ Իրական ուժը սկսվում է այնտեղ, որտեղ իշխանությունն իրեն կարողանում է զսպել։ Երբ դատարանն անկախ է, ոստիկանությունը պաշտպանում է քաղաքացուն, ոչ թե իշխանավորին, երբ զինվորը վստահ է, որ իրեն չեն օգտագործելու ներքին վախ տարածելու համար։ Սրանք տեսություններ չեն, հենց այսպես են կայացել այն երկրները, որտեղ այսօր մարդիկ ուզում են ապրել եւ աշխատել։ Ուժեղ առաջնորդը քննադատությունից չի փախչում։ Նա կարող է լսել անհարմար հարցեր, ընդունել սխալը, ուղղել որոշումը։ Թույլը միշտ արդարացումներ է փնտրում, մեղավորներ է ստեղծում ու սպառնում, որովհետև նա գիտի, եթե վախը վերանա, իր իշխանությունն էլ կվերանա։ Եվ մի պարզ չափանիշ կա. եթե քաղաքացին իշխանությունից չի վախենում, եթե վստահ է, որ իր խոսքի, ընտրության ու արժանապատվության համար չի պատժվելու, ուրեմն պետությունն ուժեղ է։ Իսկ աշխարհում մարդիկ միշտ գնում են ուժեղ պետությունների կողմը, ոչ թե վախի, այլ ազատության հետևից։